Չենք կարող ասել, որ մարդը լավն է, ուղղակի լեզուն է չար, նման բան չկա, Աստծո խոսքը մեզ այլ բան է սովորեցնում։ Երբևէ մտածել ենք, որ մեր ասած ամեն խոսքի համար պատասխան պիտի տանք։ Սա ես չեմ ասում, սա Աստծո խոսքն է ասում, որ մեր ասած ամեն մի դատարկ խոսքի համար դատաստանի օրը պատասխան ենք տալու։ Աստծո խոսքն ասում է, որ մենք մեր խոսքերով արդարանալու ենք եւ մեր խոսքերով դատապարտվենք։ Եվ նույնիսկ մեր ընկերոջը հիմար ասելու համար անպատիժ չենք մնալու։ Գիտեք, այնքան կարևոր է սա իմանալը, որ մեր սրտից է խոսում մեր շուրթերը։ Աստծո խոսքն ասում է, որ մեր շուրթերը խոսում են մեր սրտի ավելցուկը։ Չենք կարող ասել, որ մարդը լավն է, ուղղակի լեզուն է չար, նման բան չկա, Աստծո խոսքը մեզ այլ բան է սովորեցնում։ Հետևաբար, եթե օգտագործում ես բառեր, որոնք հաճելի չեն Աստծուն, կամ գիտես մեկին, ով օգտագործում է այնպիսի բառապաշար, որը հաճելի չի Աստծուն, իմացիր եւ զգուշացրու։ Անպայման պատասխանատու պետք է լինենք ամեն ասված բանի համար։ Դրանով ենք արդարանալու եւ դրանով դատապարտվենք։ Եկեք մեր սրտից հանենք բարի գանձերը եւ եկեք բարի պտուղ ունեցող ծառ լինենք, քանի որ Աստծո խոսքն ասում է, որ ծառը պտուղներից է երևում։ Մենք գործ ունենք անելու, մենք կյանք ունենք խոսելու, մենք օրհնություն ունենք խոսելու։ Եկեք ուշադիր լինենք, Աստված օրհնի քեզ։